Պարոն Շիրինյան, Սրբազան պայքար անվանումով շարժման մասնակիցները եւ ղեկավարները Բագրատ Գալստանյանի գլխավորությամբ պլանավորել էին Հայաստանում իրականացնել հարաբերական եւ իշխանություն զավթելու ուղղված գործողություններ, կանխվեց իրավապահ մարմինների կողմից, դատարանը որոշում կայացրեց եւ Բագրատ Գալստանյանին կալանավորեց 2 ամսով, այդ թվում խմբի մյուս անդամներին շուրջ 16 անձեր ձերբակալվել, մի մասը արդեն կալանավորվեցին, կարծես մի մյուսների խափամիջոցները եւս որոշվում է դատարանում, ինչպես կմեկնաբանեք այս գործողությունները, հաշվի առնելով, որ առաջնորդը այս գործողությունների բարձրաստիճան հոգեվորական է։ Նախ անհրաժեշտ, դա ինչ ասեմ, մի բան է, որ պիտի արվեր, եւ շուտ պիտի արվեր կամ չգիտեմ, իրավապահ մարմիններ անտանք ճանաչել այդպես են որոշել, ուրեմն այդպես ճիշտ է, հաշվել են, էլ նկատի ունեմ, բայց խորքեթ համաձայն չի, որ նրա գլխավորությամբ է, դրա ամեն ինչի խորքում Գարեգին Ուզուր պատերն է, կաթողիկոսի ուրեմն գահը զբաղեցրած է, ավելի խորքում Ռուսաստանն աշտ, դա ուրիշ մեկնաբանություն ապացուցելու կարիք էլ չկա։ Դա դուք ասում եք հղվելով նրա վրա, որ Բագրատ arczepiskopos-ը ասում էր, որ իրեն շարժումը օրհնված է կաթողիկոսի կողմից, նաև այն տեղեկությունները, որ օրինակ են բացահայտված փաստաթղթում նշվում է, որ երրորդ երկրում, չեզոք երկրում պետք է հանդիպեն նաև ռուս ներկայացուցիչի հետ, դրան հղվելով եք ասում։ Չէ, ոչ միայն, դրանք սիմպտոմներ են, նշաններ են, փաստարկներ են, բայց ամբողջ չեն։ Մենք եթե նայում ենք հակապետական այս շարժումը, որ ծավալվեց ուրեմն պատերազմ պարտվելուց հետո եւ Ռուսաստանի դրած խնդիրը Հայաստանում իրականացնել իշխանափոխություն եւ դրա այդ գործողությունները շղթան եւ դրանք լրացիչ փաստարկներ են, բայց հիմքը դա է, ուրիշ որևէ բան չկա։ Եվ դա բնական է, որ իրենք են, որովհետեւ պիտի նկատի ունենանք, որ եկեղեցին մեր իհարկե մեզ համար սրբություն եւ այդ չասենք էլի բոլորիս համար նորմալ հայ համար բացատրելու բան չկա։ Ուրեմն սկզբից 1837 թվականից մինչև 1917 թվականը կառավարվել եկամ գործել է ռուսական իշխանությունների կողմից հաստատված պոլոժենիայի շրջանակներում, այդ կանոնագիր են հաստատել, որը անկախ մնաց մինչև իմ հաշվով 1937 թիվ, երբ Էջմիածնում վեհարանում իր սենյակում հայ չեկիստները, բարձր Մոսկվայի հրամանով, գիշերը խեղդեցին բղնձելարով, ու այդպես են արել, երջանկահիշատակ Խորեն Մուրադբեգյանին, որը ցեղասպանության տարիներին շատ բան ժողովրդի հետ էր եղել, զորքի մեջ էր եղել, հետո նաև ընտրվել էր հայոց հայրապետ Գևորգ 6-րդից հետո են այսօր, դրանից հետո ակնհայտ է, որ ռուսական գաղտնի ծառայությունը սովետական KGB-ն ունեցել են ազդեցություն, իհարկե ինձ թվում է Վազգեն առաջին վեհապարի ժամանակ այդ ազդեցությունը թուլացել է, որտեղ անձի հետ էլ շատ բան կապված, բայց սրանք արյունով եկավ, չէ, ինչու եմ ասում, ուզուրպատոր, այդ մարդը չի ընտրվել արյունահեղությունով եւ խարդավախներով ընտրություններ Վազգեն Սարգսյան այդ մահվան օրը հետ կապված։ Սա իշխանությունը յուրացրած մարդ է եւ հոգեվոր կյանքի հետ երևի կապել չունի։ Չեմ ուզում ասել բիզնեսմեն, ինչ դրանք հայտնի են, բայց ինքը հոգեվոր կյանքով ոչ ապրող է, ոչ էլ կապ ունի դրա հետ։ Այսինքն ռեզիդենտ է, էլի, այնպես որ բան չկա, ասեմ մի բան էլ։ Մոսկվան այստեղ փորձարկեց ամեն մի տարբեր ռսակոծերի, հարճերի։ Առաջինը Վազգեն Մանուկյանն է, չէ՞ ինչքան հիշում եմ, այն Վազգեն վերջինը, որ ասում էին, լավ փալասի վերածվեց, հետո ինչ-որ մի ղասապ էին ճարել Լեհաստանում դեսպան, ինչ-որ կարմիր բանի ինչ-որ ազգային դիվանագիտության համազգեստվան, հետո այսպես շարքով եկավ եւ Գալստանյանի վրա գործը կանգնեց ինչի համար իրա, որովհետեւ Մոսկվային ավելի քան մեզ հայտնի մեր եկեղեցու ազդեցությունը մեր ժողովրդի վրա, եւ դա ասենք ասելիք չի,
դրապես օգտագործեց այն ագենտուրան, որի նրա ներքում ինքը ներդրել էր, որոնց միջոցով կառավարում էր եւ այլն եւ այլն։ Պարոն Շինյան, սա վերջին ռեսուրսներ Ռուսաստանի հաշվի առնելով, որ ինչպես նշեցիք, եկեղեցին շատ բարձր հեղինակություն ունի քաղաքացիների հանրության շրջանում եւ վերջին ռեսուրսներ, որ ներդրեցին, թե կա էլի Հիմա կապրենք կտեսնենք, ենթադրություններ կարող ենք անել։ Ես մինչև այդ կարծեմ ձեր միջոցով էլ այս լրատվության ենթադրություն է արել, որ Քոչարյան Ռոբերտը եւ Սերժ Սարգսյան այլևս փչացված ապրանքներ են եւ կրակված փամփուշտներ են, նրանք չեն կարող լինել ուրեմն Մոսկվայի եղան մի պահ տերակատար, Սերժը երևի շատ շուտ հասկացավ, իսկ մեկը համառությամբ փորձեց տեղին շրջանառել, բայց մարդիկ էլ տեսան, որ տեղերում դատարկ է, անիմաստ է ճնգոց, եւ Մոսկվան գործուղեց բանից մայրաքաղաքից գուբերնատորը իհարկե անշուշտ իրենց օլիգարխն իրենց աճեցրած է եւ այսպես հաջորդով կարող է լինել, նույն այսպես մի ենթադրեմ էլի, որտեղ ինչու եմ ասում, հավանաբար եթե գործուղի էլի օլիգարխիայի շրջանակներից պետք է լինի կրեմլահպատակ, դե ուրիշտեղ օլիգարխիա չկա, նրանք նորմալ բիզնեսմեններ են, բիզնեսի աշխարհը եւ արդյունաբերող եւ այլն։ Արամ Ռամյանին երևի ուրեմն վերջին փչացնելն է նրան լինի։ Պարոն Շինյան, բայց եթե Սամվել Կարապետյանը չստացվի, որ ավելի լուրջ ֆիգուր է, ավելի լուրջ տերակատար է, քան Արաբրամյանը։ Ուրիշելով կա, Արաբրամյանը ավելի լուրջ է, Արաբրամյանը դուք հասկանում եք, որ խոսում են Սամվել Կարապետյանն ինձ թվում է բոլոր իմաստներով այս սրանք շարքի մեջ ամենալուրջն է։ Ավելի ընդունելի էր։ Լուրջի մասին խոսք չեմ կարող ասել, սափրվում է, նորմալ տեսք ունի։ Մյուսներին նայեք, հայ Են թաթարուբն հայ նման է, իր մազը, խոսելը, ձևը, այսինքն գիտեք ինչ կա, եթե գործակալ, ուրեմն միջավայրի մեջ պետք է ընդունելի լինի եւ բարետես, բայց նաեւ կաթոլիկ է, այդ ասեմ, Հաջիկով նա կգնա առաքելական եկեղեցու դեմ, վերը մենք առաքելական ենք, չէ։ Բայց ինքն ասում է, որ ինքը ոչ թե դեմ, այլ կողմ է գնում եւ հիմա ում կողմին ում դեմ եւ ահա Մոսկվան իր ասելով չի իրեն գործուղեցին այստեղ հարևանցի մի բան ասեմ սրա մեջ կա Մոսկվայի ծրագրի մեջ դավադիր մի բան վստահ էին որ հաջողություն կլինի թե չէ միշտ էլ 100% չես կարող ասես կարող է լինի կարող է չլինի բայց ակնհայտ է երբ որ Բակո Սահակյանն էս իր թայֆով Բաքու ուղարկեցին Մոսկվան ուղարկեց, ճո ես չեմ ուղարկել, հետո այդ նրանց մարդու իրավունքներ ազատության համար կռի ուզում էին Հայաստան ներքաշեին, սրանց խնդրի երկրորդ մասը կա, այնտեղ տարօրինակը Ռուբեն Վարդանյանին ուղարկելն էր, որտեղ իրենք ուղարկեցին Ստեփանակերտ, իրենք ուղարկեցին Բաքու եւ Լախով, շատ տարօրինակ է Ինչի, որովհետև նա հանձնարարություն ուներ վարչապետ դառնալ, այնտեղ գործը հաջողցնել, այստեղ հեղաշրջում, բայց դա հնարավոր բան չէր, ուրեմն սա շարքն է, հետո մյուս օլիգարխին։ Դրա մեջ ուրիշ բան կա նաև։ Ռուսաստանը այսօր իր փողերի հավաքով է զբաղված, գումարների եւ օտարազգի ուրեմն հավանաբար օլիգարխներից, որոնց ինքն է թույլատրել ինքն է թողել աճեն, ինքը հիմա սրանց ունե զրկում է եւ այդ գումարը պետք է Ուկրաինայում պատերազմ շարունակելու համար։ Հաստատ համ փչացնում են, համ էլ գումար է, ոնց որ Ռուբենինը փոշիացավ, մնաց բարերարը, իրեն էլ կփոշիանա, կմնա բարերարը, բայց բանն է, որում համար որ բարերարությունը անում, այդ ժողովուրդը չի ընդունում դրան որպես բարերար։ Եվ այսպես Դրա համար եմ ասում հավանաբար Արաբրամյանն, այսպես չագերտավոր, ուրեմն ռուսական կապիտալի հայկական հատվածի գումարները ձեռներից վերցնում են, որտեղ առաջադրանքը չի կատարել, այսինքն տալիս են մի առաջադրանք, որը հնարավոր չի, որովհետև Հայաստանում հեղաշրջում ասել եմ չի կարող լինել։ Ինչու՞։ Ասեմ, քանի կա քրիստոնյա ժողովրդավարական կուսակցությունը բացառված է ուրեմն դա մի քիչ հումոր է, բայց իրականություն է, քանի որ մեր ժողովուրդը ուրեմն իր պետությունը պաշտպանելու է, իր անկախությունը եւ պետական շինարարությամբ զբաղվելու եւ ռուսների դեմքը Արցախում հատկապես հայությունը տեսավ, այսինքն ինչու՞ պետք է անեն։
Դրա համար ամենի գործողում անիմաստ է, բայց անիմաստ է գլոբալ իմաստով, իմաստ ունի, որտեղ երկիրը անընդհատ ցնցումների մեջ է, հոգեկան տվայտանքը եւ այլն, բայց հիմա սա բերում է միշտ էլ այսպես, մենք եթե մտածում ենք դիալեկտիկորեն, ոչ թե ձևական դրամաճաշրջաններում, ինչ որտեղ միշտ էլ վատի մեջ էլ լավ է պատահում, ինչ որտեղ միշտ էլ կարելի ինչ-որ մի հարց լուծել։ Եվ հա սրան խառնեցին հայոց հայրապետ կոչվածին, Գարեգին ուզուրպատորին, եւ հիմա երևի չէին սպասում Հայաստանի կառավարության ուրեմն հակադարձումին մեկ, երկրորդը իրավական համագարքի շատ արդյունավետ եւ որակյալ աշխատանքին երկու, որ ակնթարթով հարցերը չեզոքացել, նաեւ Մոսկվան միշտ է սխալ է մեր, ապուշները ոնց կարող են հեղաշրջում անեն։ Դեք հեղաշրջում երբ հաջողություն կունենա, հեղաշրջումը կունենա ցանկացած երկրում հաջողություն, եթե բանակը խառնված է այդ գործին, օժանդակում է։ Երբ որ բանակը չի խառնվում, որևէ երկրում երբևէ մի հեղաշրջում չի եղել։ Եթե եղել է, մի օրից ավելի չի շարունակվել, դա բացառված է։ Իսկ բանակը կարող է դրան միանալ այն դեպքում, ենթադրենք դժգույն, եթե իրեն ժողովրդական աջակցություն ունի երկրում, ուրեմն այս բացառված է, այդտեղ է սխալվեցին։ Բայց հաշիվը պրիմիտիվ էր, եւ ես սա ասում եմ մեր ժողովրդի, որ այդ հայ-ռուս փորձագետներին շատ չհավատան, գիշեր-ցերեկ լսում են, դրանցով հիանում են երբեմն։ Հաշիվը շատ պարզ էր։ Իրան-Իսրայել պատերազմ է, այսը Իսրայելը շատ հզոր է, ամերիկան թիկունք է, Իրանը կջնջխվի եւ Իրանից կսկսվի փախստականների հոսք, Հայաստանում քաոս կառաջանա, հեղաշրջում կլինի, բայց ես առաջորդ էլ ասել եմ պատերազմի, որ Իրանը չի պարտվելու եւ ակնհայտ է, որ չպարտվեց։ Եվ նաեւ դատապարտում են բոլոր այն տկետ ապուշ, ասենք, եւ հայրենադավ վերլուծաբան գոչվածներին ճագերտավոր, որոնք առաջորվանից սկսեցին Իրանից փախստականների հոսքի եւ տառաբանքի մասին ներկայացնել, երկրի մասին, իհարկե դրանք այս մասի մեջ էին, էլ աղմուկ աղակ չեղավ, Իրանը խփեց, Իսրայելը սսկվեց, պատերազմը դուրս չեկավ պետության շրջանակներից եւ Հայաստանի Հանրապետության իրավաբան համակարգ աշխատեց եւ կաթողիկոսներ մերկ դուրս եկա որպես կատարյալ չեկիստ։ Հիմա կաթողիկոսի մեզ է, այսինքն սխեման սա է։ Հիմա կան արտաքին նշաններ, կան այո խորքի պրոցեսներ։ Պարոն Շինյան Մարիաթորը հայտարարություն տարածեց, ասում է, որ իրենց պետք չի կապել այս ակցիաների հետ, ասում է դատապարտում ենք հիշալ գործընթացը եկեղեցու հետ արհեստականորեն կապակցելու եւ Մարիաթորի անունը շահարկելու դիտավորություն, այսինքն բնակչությունը որ սա արհեստականորեն է։ Իրենք ճիշտ են, իրենց պետք չի, բայց մեր ժողովրդին պետք է Վեհարանը դրեց աղբից, KGB-ի գործակալներից, մաֆիոզներից, նարկոմաններից եւ այլն ազատել, իրենց պետք չի կապել, բայց դա կապելով չի, իրենք դա են։ Չէ, ասում եք կապում եք այս գործընթացների հետ։ Չէ, հայբաում, եթե arczepiskopos է, եթե չէ, նա պետք է վաղուց կարգալույծ արված լիներ, համազգեստներ փիլոնը վրայից պիտի վերցվեր, օրենքներ կան։ Այդ այսպես չի, որ ես ինքը էլի ուրեմն կուսակրոնության ուխտ է անում, վարդապետ է տառնում, մտքի մեջ է սիրած է պահում, հետո էլ ամուսնանում է իհարկե պետք չի, որ Աջափ Սանդալյանին պետք է, որ գյումրեցիք իմանան ինքը ինչ է անում, հեչ պետք չի, իրենց գործն է, բայց հանրությունը դա հայ եկեղեցին է, հայ ժողովրդի հոգևոր տունն է, սա Քրիստոսին սպասարկող, Քրիստոսի խոսքը ժողովրդի հետ կապող մի ինստիտուտ է, դարավոր ինստիտուտ է, ոնց պետք չի, իրենց իհարկե պետք չի, հիմա Մոսկվային հեչ պետք չէր այս խայտառակությունը սարքել, Կոպիրգինին ընդհանրապես պետք չէ, որովհետև Իրանում բան չեղավ, Իսրայելն էլ չախտեց եւ այլն, բայց Պեսկովը հայտարարեց, որ ներքին գործընթացները Հայաստանի ներքին գործը իրենք չեն խառնվում։ Դե չեն բայց խառնվել, բրծել, տապալվել են, էլ չխառնվեն։ Իրենք եթե ճար ունենան, այս երկիր կուտեն, ոնց որ Արցախը կերան։ Հիմա ուզում են ու փալասների միջոցով է ուզում, իսկ իրենք են ռեսուրսը չունեն, որ այդ ուտելու գործը շարունակեն, Հայաստանն էլ տեսնում ենք, որ մենք տեսնում ենք, որ
իրավական անվտանգային համակարգ ունի վարպետ աշխատող, ուրեմն պետության կառավարումը ավելի արդյունավետ է տառել եւ նաեւ սերունդ է աճել, որ ամուր պահում է պետականությունը, ժողովրդի մասին խոսք չկա, տեսնում եք ոնց է պաշտպանում իր պետականությունը, ոնց է։ Հրապարակման մեջ, որ հաշվման պլանի մեջ նշված էր, որ երրորդ երկրում ղեկավարների հանդիպում պետք է տեղի ունենա չեզոք երկրում, այդ թվում պետք է ներկա լինի Ռուսաստանի ներկայացուցիչը, Կիրիենկոն նկատի էր առնում, Կիրիենկոն նկատի էր առնում, ով պետք է Կիրիենկոն չէ, դե այդ մասշտաբով չեն գնա, սրանք ես ենթադրում եմ, որ այս կաթողիկոս բանը շատ KGB-ի բաներն են, եֆրեյտորներ, նրանք ստորացնելու ձև ունեն, էլի, այս ձև, ոնց որ Պուտինն արեց, չէ, պարգևատրեց շքանշանով, հետո էլ ասեց կգնաց կոպիրգինի ձեռից կվերցնես տա, իրեն եւ մեզ ուրիշ իմաստով, բայց իրեն ստորացնելու ձև է, հայոց հայրապետի մոտ են գնում սովորաբար, ոչ թե ինքն ինչ-որ մի դեսպանի մոտ գնում, ուղարկեցին շքանշանը տվին, հավանաբար դոլարը հետը չեկերը եւ հանձնանարությունը եւս որ հեղաշրջումն անում ես, փչացնելն է հետն են անում, նույնն է Սամվել, օրինակ ես անձամբ չեմ ճանաչել, որ տեսպես, հետաքրքիր չի եղել, բայց ես իր տեսքը բանը, որ տեսել եմ, ես միշտ առանձնացրել եմ, հոտա Զորի Բալայանի տեսքի մարդ չի, Արմենոյի տիպի եւ բարետես մարդ է, բայց երբ որ խոսես մի երկու բան, ասի սա էլ է գողական։ Այսինքն այսպես տվեց եւ ճանապարհեց Ռուսաստանը այդքան թույլատրել է, որ Հայաստանում անընդհատ պարբերաբար ուզում է հեղաշրջում իրականացնել եւ չի կարող։ Այո, դա հայի գիտակցության մեջ չի տեղավորվում։ Ռուսաստանն ավելի է թույլատրել, քան երևում է։ Ռուսաստանի բոյը տարածքը մարդկանց շշմեցնում է։ Հիմա որովհետեւ դա ռեալ պատկերացնել, պիտի տեսնենք, թե պետական բյուջեն ինչ կան է, արդյունաբերության աշխատանքը ինչ վիճակում է եւ այլն։ Հիմա Ռուսաստանում ռազմական արդյունաբերությունից բացի ուրիշ էլ ինչ է որ զարգանում է, եթե չի զարգանում, ուղղակի 3 հայերեն ասում են սմեն են աշխատում գործարանները եւ հաղորդագրություններ ձեր աչքի առաջ է, Պուտինն ինչ է, ռուսակ հարձակում է Ուկրաինայի վրա, մարդիկ պիտի լավ մտածեն, 3 օրում գրավում է, չէ՞, 3 օրն անցնում է, հիշում եք կարմիր դրոշներով, աստղերով, Կրեշչատիկում ասեն մի շաբաթ, հավեսները տեղներ են, դե Ուկրաինուհի բան իրենց ինչ են անում այս ճիվաղները, այնտեղ բռնաբարություն եւ այլն, մի շաբաթն անցավ չեղավ, Բուչան արեցին, բռնաբարությունը տեղափոխեցին, Սպանդի եւ այլն ինչ որ արեցին, հետո սկսվեց, առաջի տարին անցավ չի անցնում, բայց ասում են մտահղացումը ռեալիզացվում է, չէ, թե որն է դա, 2 տարի, 3-4 տարվա մեջ է, ամեն օր այսօր էլ նայեք հաղորդագրությունները ռուսական եւ սրանց կոձերի հայկական հայերեն եւ այն ռուսական զորքերը Պոգրովսկու, չգիտեմ, Խմելնիցկու ուղղությամբ առաջ են շարժվում, չէ, հիմա մենք բանամ, այսինքն մեր չեմ ասում հանճարներ ենք, բայց առայժմ խելքները գլուխներս են, եթե ռուսական զորքը 3-4 տարվա այս մոտիկացող շրջանում ամեն օր, որ հաղորդվում է մի մետր առաջ շարժվել, ռուսական զորքը հիմա Դնևրը անցած պետք է լիներ, ճիշտ է, բայց դոփում է այնտեղ, որտեղ դոփում է, հա, հետևաբար հայերն էլ պետք է հասկանան, որ դա այդպես չի, քարոշ, իհարկե, որ ուժեղ լինի, գրավի է, այս կա, այնպես որ, բայց երկրորդ մասը կա, ոչ միայն իր թուլությունն է, այլ նաև մեր պետական ինստիտուտների կայացվածության որակն է արդեն, այո, նաև չպետք է վախենան, որովհետև դուք էլ եք հավանաբար մեջը, այն ուրեմն հայկական հատվածի որակի լավացումը, որ պետություն է կառավարում։ Հիմա մեկը լրագրության մեջ է, մեկը աշխարհի եւ գլխամասը ակնհայտ է, որ բալանսի քաղաքականություն է վարում եւ միջազգային իրադրությունն էլ շատ հարմար է մեզ համար, քան Ռուսաստանի համար։ Ինչի ինքը չի անում, ու Ադրբեջանն ինչի է դրդում, որովհետեւ ինքը եթե ագրեսիա անի, բա իր սիրասուն, այսինքն այսպես միջազգային եւ ներքին հարաբերական դրական վիճակում են Հայաստանի պետականությունը կայանում է եւ մենք էլ վաղուց այլևս ռսասեր չենք, ես չեմ եղել, բայց
վաղուց չեն եղել, բայց հասարակությունն էլ տեսավ Արցախում թե ով է բռնաբարում սիրելի արցախյան իր հարազատ ժողովրդին, որը ղեկավարներին հանձնեց Բաքու, Մոսկվան հանձնեց ոչ։ Պաշինյան, այդ փաստաթղթում, որը հրապարակվեց եւ հիմա քննարկում են, որ այ անցած տարվաններ, բայց ամեն դեպքում իրենք խոստովանեցին, այսինքն որ իրենցն է եւ առաջին այդ ուղերձները, որ վայ ChatGPT-ով է Վահագն Ալեքսանյանն արել, արդեն անցան, այմա ասում են, որ մերն է, բայց նախորդ տարվանն է ինչու եք հիմա հրապարակել, ինչեր է։ Հիմա այդ հրապարակված փաստաթղթում ասվում է, որ մեքենաներ կարող են այրվել, խանութներ հրկիզվել, այսինքն ինձ մոտ հիշողությամբ եկավ այդ մարտի 1-ի տեսարանները, այսինքն մարտի 1-ի բեմադրության տեսարանները, եւ որը պետք է ըստ էության ավարտվեր հոկտեմբերի 27-ով, այսինքն պետք է նաեւ վերացվեին իշխանության ներկայացուցիչներ, պարսաստիճան պաշտոնյաներ, չկար այդպիսի խոսք իհարկե հենց ուղիղ, բայց լոգիկան դրան էր տանում, որպեսզի տեղի ունենար հեղաշրջում, հեղափոխություն, իշխանափոխություն եւ իրենց այդ ցանկի մարտիկ կային իշխանության։ Հիմա ամեն տարի մենք տեսնում ենք, որ այս գործընթացները ամեն տարի մի բան պլանավորվում է նման սցենարով։ Մարտի 1 հոկտեմբերի 27 միքսոտ ինչ-որ սցենարներ պլանավորում են, անընդհատ խոսում են վարշապետի շատ պահապաններ ունենալու մասին, ախրանայի մասին են խոսում, այսինքն դա իրենց մտահոգում է։ Հիմա ինչ պետք է անել, պարոն Շիրինյան, որ ոչ թե տեղային անընդհատ մի գործողություն կանխվի, չնայած շատ լավ է, որ ԱԱԾ-ն կարողանում մտա կանխել, բայց այլ բնից խեղդվի, հա, այսինքն ի սկզբանե վերանան այս փորձերը։ Ինչը կամ որ դերակատարներին պետք է չեզոքացնել, ինչպես պետք է չեզոքացնել, որ վերջը։ Հիմա լավագույն առիթն է ճիճվաթափ անելու, այսինքն ԿԳԲ-շնիկներին հայ ձերբակալելու, բացելու, ժողովրդի ցույց տալու այդ ազգայիններին բաներն էլի։ Դա ընդհանրապես, որ ասում են լյուստրացիա եղել էլի։ Գլխավոր դերակատարն են, բայց հիմա պիտի ամենաանմեղ ոլորտով զբաղվել, ակնհայտ է, այս մարդիկ տերորի հոգեբանական հագում ունեն եւ տերորիստներ են։ Հիշեք, ոսկեբարում ինչ էին անում, մարդիկ են, չէ՞։ Ուրեմն սրանց տեղեկատվական տերոր անողների համար հոգեբանական առողջացման համար պիտի տանել հոգեբուժարաններ։ Դա նորմալ է, որ հոգեբուժարան բայց բարագլուխներին, որոնք չեն երևում, այդ բարձ է, են պիտի գնալ դեպի խորքը, են երջանկա հիշատակ մի պատգամավոր ունեինք, ասում էր սլակավարին հերիք է ձերբակալեք, են մեքենավարին գտեք, մեքենավարերը բարձ են, եթե ուրեմն այս կառույցները ղեկավար մարմին ունի, են կառույցը ղեկավար մարմին ունի, եթե չեմ երկու ապուշ ճարում են, զգացմունքով շպրտում են, եթե անկեղծ չեն, այլ եւ այլն։ Ուրեմն սա պիտի արվի մինչև վերջ պիտի գնալ։ Հիմա մինչև վերջ պիտի գնալ, որտեղ օրենքը ամեն ինչը մեր պետության կողմն է, այդ մեկ։ Երկրորդը ի վերջո այդ ուրեմն լրագրության մասին, մամուլի մասին օրենքը պիտի վերանայել եւ կարող են վերանայել, այս խայտարակությանը վերջ պիտի տալ։ Ուրեմն քայքայ աշխատանք են անում ակնհայտորեն, բայց լրագրությունն ազատ խոսք այսքի չէ նշանակում տա, դա մի քիչ էլ ազատություն տվեք, թող պետությունը փլի, բրձնի ամեն ինչ, դրա համար կան չափեր, բաներ եւ այլն, էլի, այսինքն դժվար բան չկա։ Դեմոկրատական վերցնել կարելի է որևէ երկրի, օրինակ լավ կազմակերպված երկրի օրենսդրությունները համեմատել, Ֆրանսիա, Գերմանիա, Իսրայել, դեմոկրատական Ամերիկայի Միացյալ Նահանգները տեսնեն դա հնարավոր է, թե չէ։ Իսկ նաև իրավաբան մարմինների որակը պիտի լավացնել կարծություն եւ այլն, բայց նաև նրանց դիազորություններ պիտի տան։ Օրինակ երկիր կա, որ եթե դուք ոստիկանի ձիով շատ են աշխատում, մոտիկացակ մինչև դուպինգավոր ասում են, այդտեղ մարդու գլխին կգա, եթե ոչ թե գնա բերանը մտնի, բայրակթարներ բերանը մտցնի, մի հատ լաչար գորգորա, հա, մարմիններ բացից կծի դիմացը, հա, հիմա ինչ են անում, ոստիկանության հանձնամ նաև բանանել, հանդերձավորել եւ ան պետության անվտանգության արծած դեմոկրատական պրոցեդուրա է, ոչ մի դառնանք բան չեմ ասում, ես ասեմ նաև որ ժողովրդավարությունը լինում է ոչ միայն լիբերալ, կա ոչ լիբերալ ժողովրդավարություն, մեզ պետք է ոչ լիբերալ ժողովրդավարություն, ոչ թե գլուխ կովել, որ մամուլը այսպես ազատ է, մամուլը ազատ է, ժողովուրդը բարի գնաց, ազատ այդ չափով, թե չէ ազատություն պիտի լինի, բայց դա պետք է լինի
պատասխանատվության հետ դիալեկտիկական process-ը, եթե ազատություն կա, պատասխանատվություն չկա, դա քայքայճ աշխատանքի է վերածվում, մանավանդ թշնամին դրանից օգտվում է։ Իսկ իրենց հետ Պապան իրենց տեսեք, Պուտինը իրավաբար համակարգը ոնց է աշխատում իր ժողովրդի հետ։ Դե նա բռնապետական համակարգի բան չի։ Չէ, դե իրենց սիրածն է, էլի Պուտինի համար խեկներ գնում։ Դե բայց մեր սիրածը մի օր այդ համակարգը իրենց համար, մեր համար աշխատի Պուտինի անվտանգության համակարգով։ Այսինքն ոնց կլինի, բայց նաև բանը տեսեք, Բերլին, Փարիզ, Ամերիկան տեսակ չէ ինչ էին անում միգրանտ կոչվածների հետ, երբ որ բախումների փորձեր եղան, տեսակ, ես ձեւ, թե չէ ինչ է նշանակում մարդկանց տգլոր մի ուրեմն ամառային համազգեստով գցում ես գերած խմած այս ապուշների դիմաց, որոնք գիշեր նարկ ինչով են զբաղված, առավոտ էլ բանուգործ չունեն, ցույցեր են անում։ Նաև ուրեմն ցույցերի եւ այլնի համար տուգանքներ պիտի նշանակեն։ Փողոց ուզում ես փակես, խնդրեմ, $1 միլիոն, 2 ժամ, թե չէ սատկեսնում եմ, $1 միլիոն վճարում ես, փողոց փակում ես, վերջ։ Հաբայետում համար է, դրա համար կան լուրջ առաջարկ իմ կողմից, ես առաջարկում եմ այս 4 տարվա ֆինանսների նախարարությունը այն վնասը, որ դրանք իրենց խժդրություններով տվել են տնտեսությանը, այդ գումարը մի հատ հաշվել, Քոչարյան Ռոբերտի ու Սերժ Սարգսյանի վզինը դնել։ Փաշինյան վերջում եզրափակին կդրում։ Հապա ոնց, ուրեմն այդ խեղճուկը իրենք տները նստած կոնդիցիոներներով մեքենաների մեջ հայ աղջիկներն էլ կանայքել որ աշխատանքի գնան բաց փողոցներով փակ։ Այսինքն ոնց է լինում, կարող եք բացատրել, ամեն ինչ պետք է բանականության շրջանակում լինի։ Փաշինյան եզրափակելով հասկանալի է որ դաշտը արդեն ընտրությունների է պատրաստվելու, որովհետև այս փորձն էլ տապալվեց, ինչ սպասենք 2026 թվականին։ Կարգին ընտրություններ, թափը կոտրվեց։ Սա այն դեպքն է, որ ասում են ջուրը, որ երրա պետք է թափվի գոլոշին։ Գոլոշին առան, կուսությունն ընկավ սրանց, վերջացավ, մարդիկ տեսան, ովքեր են մեր ժողովրդի բարեկամները, մարդիկ ինձ տարբեր տեղերից Facebook-ով գրում են, հատկապես Ամերիկա, ես մեր եկեղեցին էսի չէ վերածված, էսով են, ինչ են։ Եղել, բայց այդ եկեղեցին նոր է վերածվել, այդ եկեղեցի վաղուց այդպես է եղել այդ մասով։ Հիմա ուղղակի ջրի երես է դուրս։ Հիմա ջրի, հա, վիճակ եղավ, իրենց հրամայեցին Մատյան գունդը կարբանը, Կրեմլը շպրտեց մարտի, խոսքը ադմինիստրացիայի մասին է, ոչ։ Հիմա վերադառնանք 5 տարի ասում եմ, ուզուրպատորը պետք է հեռանա, քանի տարի բապացույցներ կանի, 5 տարի քրիստոնյա ժողովրդավարական կուսակցություն կրկնում է, որովհետև դա բացառիկ բան է։ Տեսեք, այսպես է, աշխարհը նյութական է, աշխարհը գաղափարական է մարդու եւ աշխարհը հոգեվոր է։ Հոգեվոր ոլորտը եկեղեցու գործն է։ Եկեղեցին զբաղված է մեր հոգեվոր ոլորտը, մեր ժողովրդի։ Ինչով է զբաղված։ Լրտեսությամբ Պուտինի համար խժդրություններով եւ հարստություն դիզելով։ Մենակ մի բանից եմ զարմացել, որ ես որպես կանոն չէին, որ օլիգարխ կոչվածներին նեղում էին, դրանք հետ օրը Չեխոտկային ընկնում, գնում են Իզմիրլյան բուժվելու։ Հիմա չեն գնալու Իզմիրլյան։ Ինքն էր, չէ, թղթեր, այդ Քոչարյան Ռոբերտին Իզմիրլյանով սկսեցին փրկելը։ Հիմա Չեխոտկա չկա այս մեջները, հիվանդ։ Սպասենք միգուցե հասնեն։ Պետք է թղթեր չունեն առողջության, այս ոնց եղա, բոլորն առողջ են այս անգամ։ Շնորհակալ եմ, պարոն։ Չմոռանաք հավանել տեսանյութը եւ բաժանորդագրվել Civic AM-ի YouTube-յան էջին։